Ընթացող պատերազմի պայմաններում Ուկրաինայի կառավարման բուրգում կադրային աղմկոտ փոփոխություններ են։ Չորեքշաբթի Զելենսկին պաշտոնից ազատեց երկրի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեոդորովին։ Պատճառը մոբիլիզացիոն ոչ բավարար ռեֆորմներն են։ Հինգշաբթի էլ Գերագույն Ռադան Ուկրաինայի վարչապետի պաշտոնում ընտրեց Սերգեյ Կորեցկուն։ Որոշմանը կողմ քվեարկեց 289 падգամավոր։ Պաշտպանության նախարարի պաշտոնանկությունից հետո Ուկրաինայում բողոքի ցույցեր են։ Բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել Կիևի կենտրոնական փողոցներում։ Ձեռքներդ հեռու Ֆեոդորովից եւ բարեփոխումները պետք է շարունակվեն գրություններով, պաստառներով։ Նրանք վանկարկել են Ֆեոդորովի անունը եւ ամոթանք տվել Զելենսկուն։ Զելենսկին առաջին անգամ մեկնաբանել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի հակամարտությունը։ Ռազմական ղեկավարության եւ պաշտպանության նախարարության համագործակցության խնդիրները գոյություն ունեն տարբեր մակարդակներում։ Կուտակվել են չափազանց շատ չլուծված խնդիրներ, սկսած զորահավաքից մինչեւ առանձին բրիգադներում ստեղծված իրավիճակը եւ ճակատի խնդիրները։ Սակայն ես չեմ կարող լինել որևէ մեկի կողմից։ Ես շատ կցանկանայի տեսնել միասնություն։ Կողմերը չեն գտել այն, եւ սա ոչ միայն կողմերի, այլև իմ խնդիրն է։ Չի կարող այնպես լինել, որ մեկը հաղթի, իսկ մյուսը պատասխանատվության ենթարկվի։ Միասին մենք հաղթում ենք եւ միասին ենք պատասխան տալու։ Կրեմլը հետևում է Ուկրաինային վերաբերող բոլոր նորություններին, այդ թվում կադրային փոփոխություններին, հայտարարել է Դմիտրի Պեսկովը։ Մեծ հաշվով որևէ նշանակություն չունի, թե ով է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։ Մեզ համար կարևորն այն է, որ Կիևի ռեժիմում լինի մեկը, որն իր վրա պատասխանատվություն կվերցնի եւ կկայացնի այնպիսի որոշում, որը թույլ կտա հասնել խաղաղ կարգավորման կամ ավարտել հատուկ ռազմական գործողությունը։ Կիևին քաջ հայտնի է, թե ինչ որոշումներ է անհրաժեշտ կայացնել։ Մեզ համար կարևոր է, որ այնտեղ հայտնվեն նման մարդիկ։ Չնայած այն հանգամանքին, որ Կիևի ռեժիմի կառուցվածքում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, ըստ Պեսկովի Ռուսաստանի համար կարևոր է մնում ապահովել սեփական շահերը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման գործում։ Առայժմ բանակցային գործընթացի արագ վերսկսման հեռանկարներ չկան։ Մենք այդպիսի արձանագրում չենք կարող անել։ Սակայն ռուսական կողմը անկասկած շարունակում է բաց մնալ այս ուղու համար։ Կրեմլի խոսնակը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի ձախողումը նախազգուշացում չէ Ռուսաստանին, որ ԱՄՆ-ն որպես միջնորդ այդքան էլ հուսալի չէ։ Հուլիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հակամարտության կարգավորման հնարավորության վերաբերյալ իր լավատեսության մասին։ Յուրաքանչյուր հակամարտություն բացառիկ է իր էությամբ եւ այն մանրամասների համախմբով, որոնք պետք է լուծվեն կարգավորման գործընթացում։ Շատ հակամարտություններ իրենց կառուցվածքով շատ բարդ են։ Փաստացի շատ հակամարտություններ հնարավոր չէ լուծել գործարքի տեսքով, ինչպես ընդունված է ասել Միացյալ Նահանգներում։ Ուստի մենք չէինք համեմատի եւ զուգահեռներ չէինք անցկացնի։ Պուտինի խոսնակը հավելել է, որ Պարսից ծոցի գոտում ստեղծված իրավիճակը հղի է համաշխարհային տնտեսության համար շարունակական բացասական հետևանքներով, ինչը չի կարող անհանգստություն եւ ափսոսանք չառաջացնել։ Մանուշակ Մելքոնյան, Էպիկենտրոն։